Հայաստանը 10 տարի մարման ժամկետով նոր պարտք է վերցնում, նախորդից շատ ավելի բարձր տոկոսադրույքով։ Ֆինանսների նախարարությունն օրերս առանց շատ փակագծեր բացելու տեղեկացրեց 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր է թողարկել 7.1%-ով։ Մարման վերջնաժամկետը 2035 թվականն է։ Թե այս 750 միլիոն դոլարով ինչպես կփոխվի, որքան կմեծանա այս պահին 13 միլիարդ դոլար կազմող պետական պարտքը, գործադիրը դեռ չի մանրամասնել։ Այս թվերը հավանաբար կներառվեն հաջորդ վիճակագրություններում։ Կառավարությունից սակայն ավելի վաղ հայտարարել էին նոր պարտք են վերցնելու ըստ էության նախկինները փակելու համար։ Ֆինանսների նախարարությունը միայն հայտնել է նոր պարտքից ստացված հասույթը պետական բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու նպատակով կօգտագործեն։ Պարտքի վերաբերյալ հասանելի հաշվետվությունից տեղեկանում ենք, մեկ շաբաթից մարտի 26-ին Հայաստանը պետք է 313 միլիոն դոլարի պարտք մարի։ 2015-ին թողարկված 500 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի մարման ժամկետն է մոտենում։ 10 տարիների ընթացքում մոտ 187 միլիոնը մարվել է։ Մարտի 26-ին պետք է վճարել մնացած մասը։ Հայաստանը վերջին անգամ 2021-ին էր եվրապարտատոմսեր թողարկել, շատ ավելի ցածր 3.87%-ով։ Սա շատ հաջող թողարկում է, որը մի կողմից վկայում է Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական կայունության եւ մյուս կողմից միջազգային ներդրողների Հայաստանի նկատմամբ բարձր վստահության մասին։ Ինչու է ֆինանսների նախարարը նախորդից գրեթե 2 անգամ ավելի թանկ պարտք վերցնելը հաջողություն որակում։ Իհարկե բարձր տոկոսով պարտք վերցնելը ավելի քիչ ձեռնտու է, քան ցածր տոկոսով, սա բարձր տրամաբանություն է։ Նախկինում, երբ որ մենք թողարկել ենք եվրոբոնդեր, մասնավորապես վերջի անգամ 21 թվականին, այն ժամանակ շուկան, միջազգային շուկան եղել է ավելի ցածր տոկոսադրույքների պայմաններում։ Նախարարը բացատրում է եվրոբոնդերի դեպքում ուղենիշը, որի վրա էլ հաշվարկում են տոկոսադրույքը, ամերիկյան պարտատոմսերն են։ Պարզ ասած, ԱՄՆ 10 տարի ժամկետով պարտատոմսերի տոկոսին X չափով ավելացում է լինում, հաշվի առնելով երկրի վարկանիշը։ Հայաստանի դեպքում գումարվել է եւս 2.8% եւ ստացվել ընդհանուր 7.1։ 21 թվականին, եթե ես ճիշտ եմ հիշում, այդ ցուցանիշը 1%-ից ցածր էր։ Հիմա նույն այդ ամերիկյան պարտատոմսերը 4.2-4.3% են կազմում։ Նախարարը գրեթե ճիշտ է հիշում, 2021-ին, երբ Հայաստանը եվրոբոնդեր թողարկեց, ԱՄՆ պարտատոմսերի տոկոսը շատ ավելի ցածր էր, 1-ից քիչ ավելի։ Եվ այն ժամանակ եւ հիմա ամերիկյան տոկոսի ու Հայաստանի վերցրած պարտքի տոկոսի տարբերությունը գրեթե նույնն է մնացել՝ +2.8։ Նախարարի այս խոսքերից սակայն կարելի է ենթադրել, որ նախորդ 4 տարիներին, չնայած աննախադեպ մեծ դրամական հոսքերին, տնտեսական աճին ու տարբեր ոլորտների մեծ բիզնես հաջողություններին, Հայաստանի նկատմամբ վստահության չափն էապես չի փոխվել։ Այժմ միջազգային ներդրողները Հայաստանը գնահատել են այնպես, ինչպես 2021-ին։ Հարևան Վրաստանն այս պահին եվրոբոնդերի 1 ակտիվ թողարկում ունի։ 2021-ին 5 տարի մարման ժամկետով 500 միլիոն դոլարի պարտք են վերցրել 2.87%-ով։ Ադրբեջանը այս տարվա հունվարի 1-ի դրությամբ եվրոպարտատոմսերի գծով մոտ 1.4 միլիարդ դոլարի պարտք ունի, միջինը 4.3%-ով։ Թե սպասվող մարումներից հետո Հայաստանի պարտքը եվրոպարտատոմսերի գծով որքան կկազմի, պարզ կդառնա առաջիկայում, բայց այս պահի դրությամբ տարածաշրջանի 3 երկրներից ամենաբարձր տոկոսը եւ համապատասխանաբար վարկունակության ամենացածր վարկանիշը հենց Հայաստանն ունի։